Հիմա այդ հակասություններով հանդերձ, պարոն Սաքունց, հնարավոր է, որ քաղաքական որոշման դեպքում այդ պատժաչափերը դրվեն մի կողմ, եւ մեր գերիներին որոշում կայացվի, որ պետք է վերադարձնեն, եւ մեկ հարց էլ այնուամենայնիվ քաղաքասարակության ներկայացուցիչների այցի հետ կապված։ Եթե ձեզ առաջարկ լիներ, այսինքն դուք այս պայմաններում կհրաժարվեիք գնալ այդ այցելությունը կատարել։ Ես ադրբեջանցիների հետ երկխոսության կողմնակից եմ, բայց այնպիսի ներկայացուցիչների հետ, որոնք չեն ներկայացնում Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմը։ Այսինքն կհրաժարվեիք, եթե այս պայմաններում Միանշանակ։ Այսինքն այստեղ տեսեք ոնց է, խնդիրը չի վերաբերվում ռազմագերիների առկայությանը, խնդիրը վերաբերվում ում հետ եմ ես խոսում, որտեղ ես խոսում եմ Ադրբեջանն ունի այն, ինչ ունի, այսինքն մենք չենք կարող իրենց ներսում քաղաքասարակություն ձևավորել կամ առավել եւս եղածը փոխել։ Էլիզա, քաղաքասարակության ներկայացուցիչները Հայաստանյան կողմից իմ գործընկերներն են, նրանք այդպես են մտածում։ Ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ, ունեմ իմ դիրքորոշումը եւ ես առավելապես ինչպես նշեցիք կողմ եմ որ երկխոսությունը լինի ոչ թե Իլհամ Ալիևի նախագահական նստավայրին գծված կամ նրա հովանու տակ գտնվող այսպես կոչված քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, այլ իրական անկախ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, որոնք այլ կարծիք են ներկայացնում եւ որոնց հետ հնարավոր է խոսել այնպիսի թեմաների մասին, որոնք Իլհամ Ալիևի վարչակազմը կամ ռեժիմը չի խոսում, ավելին արդեն իսկ Իլհամ Ալիևի հետ երկխոսություն կա Հայաստանի քաղաքական իշխանության մակարդակով, չէ՞, արտգործնախարարներ եւ այլն։ Հիմա ես չեմ կարող ներկայացնել իշխանության տեսակետը, ունեմ իմ տեսակետը եւ հետեւաբար ում հետ խոսամ այնտեղ այն տեսակետների հետ, որի շուրջ կա գոնե ինչ-որ ընդհանրություն, հա, կամ թեկուզ կարող է։ Այսինքն այստեղ մի փոքր մեխանիզմի առումով դուրս է գալիս, որ թե հասարակության ներկայացուցիչների նկատմամբ Ադրբեջանի, թե նախագահանի, դրանք մի մարմին են, տարբեր ձևաչափերով, Հայաստանում երկու տարբեր մարմին են, հա, այսինքն կառավարությունը եւ քաղաքասարակությունը եւ այդ առումով երկխոսության իմաստը այդ առումով նույնիսկ կրկնում ցանկացած ինքը վտանգված է, որտեղ ցանկացած պահի նախագահականը ելնելով իր ինչ որ նպատակներից կամ կոնյունկտուրայից ուղղակի կարող է բան անի արգելի։ Հիմա ամեն դեպքում գերիների վերադարձի հնարավորությունը քաղաքական որոշման դեպքում դա բացառել թե հնարավոր է այդպես։ Ես այսպես ձևակերպեմ։ Եթե իրապես Ադրբեջանի ռեժիմը հակված է ուրեմն խաղաղ կարգավորման, ապա դրա լավագույն ցուցանիշը կլիներ, ու իրապես դա քաղաքական կամքի ցուցանիշը կլիներ, բոլոր գերիներին անհապաղ ազատ արձակելը։ Պարոն Սաքունց, Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում եւ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների նա մասնավորապես նշել է. Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր սահմանադրության ընդունմամբ։ Այստեղ սահմանադրական հնարավոր փոփոխությունների մեջ են տեղավորում նաև եկեղեցու շուրջ կատարվող, ասում են Փաշինյանը իրականում հոգևորականների դեմ սկսված այս արշավը իրենց բնորոշմամբ հեռահար նպատակ ունի, դա այն է, որ սահմանադրության նոր փոփոխությունների մեջ եկեղեցու դերի փոփոխություն եւս կատարվի։ Դուք ինչ կարող եք ասել այս հայտարարության հետ կապված եւ հնարավորությունը այդպիսի կարծիքը օբյեկտիվ է, կարող է իսկապես եկեղեցու մասով է ինչ որ փոփոխություններ լինեն մեր հանրության համար։ Էլիզա, ճիշտ ասած, ես ուղղակի զարմանում եմ, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում ինքնին այդ ձևաչափով համաժողովի անցկացման վրա։ Ինչ է կոչվում կամ ինչ է նշանակում պետական ծառայողների առաջին համաժողով։ Իմ մոտակամա ասոցացվում է խորհրդային միության ժամանակ, ասենք թե նման համաժողովները։ Մանավանդ որ ես այնտեղ նկարով գոնե տեսա դատական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, Սահմանադրական դատարանի, այսինքն նման ձևաչափը
ի սկզբանե իր բովանդակությամբ հակասում է իշխանությունների տարանջատման եւ փոխսասման սկզբունքին։ Չի կարող գործադիր իշխանության ղեկավարը մի համաժողով կազմակերպի, հա, որին ասենք դատական իշխանության ներկայացուցիչները ներկա լինեն կամ ասենք լավ, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները որպես երկուսակցության մասնակցեցին, հա, պարլամենտի, բայց պետական մարմինների եւ հատկապես իշխանության տարբեր ճյուղերի նման համատեղումը ինքը բովանդակային առումով եմ ասում, ինքը հակասում է իշխանությունների տարանջատման եւ փոխզսման սկզբունքին։ Դուք պատկերացնեք, ասենք Թրամփը մի հատ թեկուզ Թրամփը մի հատ այդպիսի կոնֆերանս ասկացնի, որտեղ գերագույն դատարանի դատավորները կամ առանձին բաների, նահանգների դատավորները մասնակցեն պետական ծառայողների հետ։ Դա աբսուրդ կլինի։ Կհամարվի դա իրապես անթույլատրելի, որտեղ ինքը բովանդակային առումով չի հանդիսանում ժողովրդավարական բովանդակային առումով։ Սա ամրագրենք, որի վրա շատ քիչ ուշադրություն է դարձվում։ Նաև լրագրողները մուտք չեն ունեցել, պարոն Սաքունց։ Այդ լրագրողների մուտք գործելը, լրագրողների մուտք գործելը դեռ մյուս պատմությունն է, բայց ինքնին նման ձևաչափը ես գտնում եմ, որ ամենևին չի հանդիսանում եւ չի համապատասխանում ժողովրդավարական պետության սկզբունքներին եւ այդ արժեքների ձևավորմանը չի նպաստում ժողովրդավարության հասկացության մտածելակերպի ձևավորմանը։ Հիմա ինչ վերաբերում է արդեն եկեղեցու հետ կապված հարցին։ Նախ առաջի հերթին էլի հիշեցնեմ, որ ունեցել եմ առիթ, որ 1995 թվականի սահմանադրությամբ ընդհանրապես չկար որևէ հիշատակում հայ առաքելական եկեղեցու պատմական դերի մասին։ Ինչու՞։ Որովհետև ժողովրդավարական պետության անկամ այնց այդ սահմանության հետ մենք ունենք հարցեր, թե ոչ, բայց սկզբունքային, որտեղ իրապես նախագահի գերակայությամբ, հա, նախագահական կառավարման սահմանադրություններ, որում իշխանությունների տարանջատման եւ փոխզսման սկզբունքը ցավոք սրտի չէ երաշխավորված։ Առնվազն գոնե Արդարադատության խորհրդի նախագահը հանդիսանում էր հանրապետության նախագահ, որ անթույլատրելի էր, հա։ Հիմա եկեղեցու պատմական դերի մասին դրույթը ներմուծվեց 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով, որը ակնհայտ հակասում է աշխարհիկ պետության սկզբունքին։ Չկա որևէ այդպիսի մի ինստիտուտ, որի պատմական դերը միանշանակ լինի։ Պատմական գիտությունը քննության է արժանացնում որևէ ինստիտուտի դերը եւ այդ ինստիտուտը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր դրսևորումներ ունի։ Այդ պատմական դեր ասածը ինքը կրոնական պետության ուղղված քայլ էր, որը սահմանության մեջ սահմանադրական կարգի հիմունքների մեջ ամրագրվեց։ Եվ որ խոսույթը հիմա ներկայ իշխանության եւ դրա մասին բազմիցս ասել եմ, գնում է թե կաթողիկոսը կուսակրոն է կամ որևէ հոգեորական կուսակրոն է, թե ոչ, դա չպետք է աշխարհիկ պետության գործը լինի։ Աշխարհիկ պետության կամ ժողովրդավարական պետության հիմնական խնդիրը պետք է լինի երաշխավորել եւ կատարել քայլեր, որպեսզի որևէ կրոնական կազմակերպություն, այդ թվում նաեւ հայ առաքելական եկեղեցին անջատ լինի պետությունից եւ կրթությունից։ Կրթությունից անջատվեց, որտեղ այդ նույն առարկան, հիշում եք, հայ եկեղեցու պատմություն, որը էլի Ռոբերտ Քոչարյանի օրոք մտցվեց առանձին որպես առարկա, որը նույնպես աբսուրդ է։ Եթե հայ առաքելական եկեղեցին դուք համարում եք, ուրեմն հայ ժողովրդի պատմության մաս, ապա ո՞նց եք դուք առանձնացնում հայ ժողովրդի կամ Հայաստանի պատմությունից, հա, առարկան։ Դա ինքնին այդ արհեստականները, այսինքն այստեղ խնդիրը պետք է գնա ի սկզբանե, նորից եմ կրկնում, պետք է գնա պետության եւ եկեղեցու ուրեմն տարանջատման, եկեղեցուն ինչպես մնացած բոլոր կրոնական կազմակերպություններ, անկախ իր նշանակության, ընկալման եւ այլն, նույն պայմաններում, հավասար պայմաններում գտնվելու, հա, ուղղությամբ քայլեր կատարելու, հարկային պարտավորություններ, չգիտեմ, թափանցիկ կառավարում եւ այլն, այսինքն պետք է համապատասխանի եւ հավասարեցվի մնացած կրոնական կազմակերպություններին։ Եվ այդտեղ խնդիրը չպետք է վերաբերվի թե եկեղեցու ներսում
ինչ այդ եկեղեցու ներքին գործնա, որևէ կազմակերպության ներքին իրավիճակը, ասենք թե կարող է քննության առարկա դառնա, եթե այդտեղ տեղի ունեցի քրեական հանցագործություն, օրինակի համար, եթե սեռական ոտնձգություն, եթե կա կոռուպցիա, եթե կա այնպիսի կոչեր, որի մասին արդեն հնչեցվել են ուժի, այսինքն երբ որ հոգևորականը ուժային մեթոդով կամ պետության դեմ կամ հասարակական կարգը խախտելու դեմ կապ չունի հոգևորականը թե հոգևորական չէ, այսինքն այսպիսի հարցերը պետք է քննության առարկա լինեն եւ նորից էլ կրկնում սահմանությունից այո ես միանշանակ կողմ եմ որ պետք է հայ առաքելական եկեղեցու պատմական դերի այդ դրույթը լինի հայ առաքելական եկեղեցին շատ վատ պատմական դեր է ունեցել նաև որոշ ժամանակահատվածում, ժամանակաշրջաններում հայ ժողովրդի կյանքի մեջ եւ դրա վերաբերյալ կան պատմական բազմաթիվ ուսումնասիրություններ, փաստեր, տվյալներ։ Հիմա դրանք էլ են համարում առանձնահատուկ պատմական նշանակություն, չի կարելի նման։ Կամ ոնց է պատկերացնեք դա նույնն է որ որևէ կուսակցության վերաբերյալ դրույթ դրվի, ասենք թե սահմանության մեջ, ասենք հիմա հայ հեղափոխական դաշնակցությունը ասում է մենք ունեցել ենք դեր։ Մի հատ էլ ավելացիկ հայ հեղափոխական դաշնակցության առանձնահատուկ պատմական դերը հայ ժողովրդի կյանքում հետո չի կարող այդպեսի բան լինել։